նկարում ներկայացված է գիտության ֆինանսական արդյունքները տպագրված հոդվածների տեսքով։ Բերված է ինչպես ընդհանուր, այնպես էլ Scopus Plus շտեմարաններում տպագրված հոդվածների քանակը։ Ինչպես երևում է գրաֆիկից, 2025 թվականին 20 թվականի համեմատ Scopus Plus շտեմարաններում տպագրված հոդվածների քանակը եռապատկվել է։ Սակայն այստեղ մենք նույնպես ունենք խնդիրներ։ Մարդիկ որոշակի վճարումների դիմաց ստիպված տպագրում են հոդվածների այնպիսի պետությունների գիտական ամսագրերում, ինչպիսիք են օրինակ Իրաքը, Բրազիլիան, Մոզամբիկը, Սենեգալը, որոնց գիտական մակարդակը միանշանակ ցածր է մեր ակադեմիական ամսագրերի մակարդակից։ Այստեղ մենք մեր մեղքի բաժինն էլ ունենք, որին ես կանդրադառնամ քիչ հետո։ Հաջորդ սլայդում ներկայացված է ակադեմիայի հայագիտության եւ հասարակական գիտությունների բլոկի տպագրությունները, ինչպես տեսնում ենք, 22 թվականի համեմատ 25 թվին հայագիտության եւ հասարակական գիտությունների ոլորտում Scopus Plus շտեմարաններում տպագրած հոդվածների քանակը ավելացել է ավելի քան 5 անգամ, ինչը շատ կարևոր ձեռքբերում է ինչպես այդ ոլորտի, այնպես էլ մեր հասարակության համար։ Անշուշտ տպագրված հոդվածների քանակի աճը գիտության ֆինանսավորման ծավալների կտրուկ ավելացման արդյունքն է։ Հարգելի գործընկերներ, մեր կարևորագույն խնդիրներից նաև գիտության կիրառական ճյուղի զարգացումը։ Հայաստանում դա գիտության զարգացման ընդհանուր շղթայի միջանկյալ հատվածն է, որը պետք է հիմնարար հետազոտության արդյունքները վերածի տեխնոլոգիական արդյունքի եւ այն փոխանցի ներդրումների համար պատասխանատու գերատեսչություններին։ Սովետական միության տարիներին այս գործը կատարում էին ճյուղային ինստիտուտները, որոնք ցավոք այսօր չկան։ Մեր կարծիքով այսօր կիրառական գիտությունը խիստ կարևոր օղակ է տնտեսության եւ ռազմաարդյունաբերական համակարգի զարգացման կոնտեքստում եւ գիտության այս ուղղության զարգացումը պետք է դառնա գիտության զարգացման ռազմավարական ծրագրի կարևորագույն կետերից մեկը։ Այս խնդիրը ներառված է ռազմավարական ծրագրում, դրա մասին խոսացել է պարոն Հայոցյանը ներկայացման ժամանակ, նախատեսում այն զարգացնել ստարտափ ծրագրերի ներդրմամբ, բայց մեր կարծիքով գիտության կիրառական ուղղությունը պետք է լիարժեք դիտարկվի գիտության ընդհանուր ֆինանսավորման համատեքստում։ Եվ կուզենայի նշել, որ Գիտությունների ազգային ակադեմիան ունի փորձ այս ուղղությամբ եւ կարող է յուրահատկացնել գիտության կիրառական ծրագրերի մասնագիտական փորձաքննությունների եւ կատարման ընթացքի մշտադիտարկման գործառույթները։ Հարգելի գործընկերներ, ճիշտ է, գիտության կիրառական ուղղությունը մեր թույլ կողմերից սակայն ունենք մի շարք ինստիտուտներ, որոնք ակտիվ զբաղվում են գիտական արդյունքները ապրանքայնացնում։ Լավագույն օրինակ է Հայ կենսատեխնոլոգիա գիտարարական կենտրոնը, որտեղ սեփական հետազոտությունների արդյունքների հիման վրա կազմակերպված են մի շարք փոքրացավալ արտադրություններ։ Արտադրանքը հաջողությամբ իրացում է տեղական, ռուսական եւ եվրոպական շուկայում։ Կցանկանայի նշել հատկապես համագործակցություն ավստրիական Vivisan ընկերության հետ, որի շրջանակներում հայկական էնդոմիկ հումքի բազայի վրա արտադրում են պատրաստողներ, որոնք իրացում են եվրոպական շուկայում։ Ընկերությունը այսօր ներդրումներ է կատարում տեխնոլոգիական գծի արդիականացման ուղղությամբ եւ միտված է ապագայում Հայաստանում արտադրական գործարան կառուցելու, այդ թվում նաեւ կազմակերպել բուսական հումքի արտադրություն մեր գյուղական համայնքներում, ինչը նույնպես շատ կարեւոր է։ Կիրառական ուղղությամբ ձեռքբերումներից կարելի է նշել նաեւ պատմամշակութային ժառանգության միջազգայնացմանն ու կիրառության ուղղված աշխատանքների արդյունքները, որոնք իրականացվել են Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում։ Դերին-կատար հնավայրի վիշապաքարերը եւ մշակութային լանդշաֆտը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։ Իսարենի 1 քարայրի պեղված հատվածները վերածվել են թանգարանի եւ 2025 թվականին ընդունվել է ավելի քան 55,000 այցելու։ Կցանկանայի նշել, որ կիրառական գիտության ուղղությամբ ձեռքբերումը նույնպես այսպես թե այնպես պայմանավորված են կառավարության կողմից գիտության ցուցաբերած աջակցությամբ։ Հաջորդ նկարում ներկայացված է հայկական գիտության երիտասարդացման դինամիկան։ Ինչպես տեսնում եք, մինչև 2022 թվականը դիտվել է մինչև 35 տարեկան գիտնականների թվի նվազում, իսկ 2022 թվականից այն սկսել է դինամիկ աճել։ 25 թվականի համեմատ այն աճել է 16%, սա նույնպես գիտության հանդեպ պետության կառուցողական վերաբերմունքի արդյունք է։
Հարգելի գործընկերներ, դուք հավանաբար տեղյակ եք, որ Գյուղի ազգային ակադեմիայի կարևորագույն առաքելություններից նաև գիտության հանրայնացումը, հանրամատչելացումը։ Այս ուղղությամբ մենք փոխել ենք մեր ռազմավարությունը, դպրոցների մակարդակից ավելի շատ որոշել ենք հանձնել գիտության բարձրագույն ոլորտ և զբաղվել գիտության հանրապետություն միջազգային գիտության նվաճումների հանրայնացման և հակառակը միջազգային հարթակներում հայկական գիտության նվաճումների հանրայնացման հիմնախնդիրներով։ Եվ ուզում եմ նշել, որ այս ուղղությամբ Գյուղի ազգային ակադեմիան վերջերս շահել է Հորիզոն Եվրոպա դրամաշնորհային ծրագիր 300,000 եվրո ֆինանսավորման, որը գիտության հանրայնացման բնագավառում առաջին Հորիզոն ծրագիրն է Հայաստանի Հանրապետությունում, և դա կլինի շարունակական։ Կարող ենք արձանագրել, որ սա առաջին նվերն է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նոր իրավակարգավիճակային գործառույթների շեմին։ Հարգելի գործընկերներ, համագործային բարձրագույն կուրսային գիտության մասին նոր օրենքի Հայաստանի Հանրապետության Գյուղի ազգային ակադեմիայի հիմնական առաքելությունը պետք է լինի հանրապետության գիտահետազոտական ինստիտուտների և խմբերի գիտամեթոդական և փորձագիտական գործունեության գնահատումը։ Դրա համար նախատեսվում է ակադեմիայի կազմում ձևավորել մասնագիտական 6 փորձագիտական հանձնաժողովներ, ներառելով դրանց կազմում հանրապետության առաջատար գիտական ուժը, ինչպես նաև ակադեմիայի արտասահմանյան անդամները, որոնք պետք է իրականացնեն բոլոր բազային և որոշ այլ ծրագրերի հայտերի փորձակնությունը, հաշվետվությունների մշտադիտարկումը։ Բացի այդ, ակադեմիայի կազմում կգործեն նաև վերակազմավորված մասնագիտական պրոբլեմային խորհուրդներ, որոնց գործունեությունը ուղղված կլինի հանրապետության տարբեր գերատեսչություններում և մասնավոր սեկտորում առկա խնդիրների վերաբերյալ գիտական քննարկումների կազմակերպմանը և մասնագիտական եզրակացությունների տրամադրմանը։ Նշեմ, որ պրոբլեմային խորհուրդները գործում են դեռևս 2023 թվականից։ Դրանց մասին տեղեկացվել են բոլոր գերատեսչությունները, ինչպես մեր կողմից, այնպես էլ վարչապետի աշխատակազմի խորհրդներում։ Սակայն նշեմ, որ արդյունավետ համագործակցություն ունենք միայն շրջակա միջավայրի նախարարության հետ, որից պարբերաբար ստացել ենք առաջարկություններ, կազմակերպել ենք գիտական քննարկումներ և տրամադրել ենք մասնագիտական եզրակացություն։ Անկեղծ ասած, անհասկանալի է մյուս գերատեսչությունների անտարբեր դիրքորոշումը, մենք իրականում վատ բան չենք առաջարկում ենք անվճար ծառայություն, տարաբնույթ խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու և մասնագիտական եզրակացություններ տրամադրելու նկատառումով։ Հուսում եմ, որ ապագայում կփոխվի վերաբերմունք ակադեմիայի հանդեպ և ակտիվ կհամագործակցենք մյուս շահագիր գերատեսչությունների հետ։ Գիտությունների ազգային ակադեմիայի կարևոր գործառույթներից է նաև գրադարանային գործը և հրատարակությունը։ Ինչպես ես նշեցի ելույթի առաջին մասում, այստեղ մենք լուրջ խնդիրներ ունենք։ ՄԳՇ-ի համակարգում ներառված բավարար թվով ամսագրեր չունենալու պատճառով մեր գիտնականները այսօր տպագրում են այն թե երկրների գիտական ամսագրերում, որոնց գիտական մակարդակը բավականին ցածր է մեր հայաստանյան մակարդակից։ Դա իհարկե մեր մեղքն է և ինչ որտեղ նույնիսկ ամոթ է, պետք է անկեղծ ասեմ, պատկերացրեք, Ադրբեջանը ունի Scopus WOS համակարգում ներառված 10-ից ավելի, ինչքան գիտեմ, 18 ամսագիր, այդ թվում նաև Q1, Q2։ Այն Ադրբեջանը, որը սովետական միության տարիների ԽՍՀՄ ընդամենը մեծ ակադեմիա, ընդամենը մեկ ակադեմիկոս ուներ, և դա ի պաշտոն է իրանց ակադեմիայի պրեզիդենտն էր։ Իսկ մենք ունեինք ԽՍՀՄ գլխավոր ակադեմիայի 18 հայ ազգի անդամներ։ Դա այսօր մեր ակադեմիայի ամենահրատապ խնդիրներից է։ Մենք ակտիվ աշխատում ենք այս ուղղությամբ և նպատակ ենք դրել 2027 թվականին ունենալ առնվազն 3 ակադեմիական ամսագրեր ներառված Scopus WOS համակարգում։ Համոզված եմ, մենք դրան կհասնենք։